Կարծես։ Մենք հիմա ցույց տանք այս բույսի ստորգետնյա եւ վերգետնյա հատվածը։ Ստորգետնյա հատվածը արմատն է, բայց քանի որ այս ծաղիկը արմատ չունի, կտրել են, բայց եթե ունենար, դա կլիներ նրա ստորգետնյա հատվածը։ Իսկ վերգետնյա հատվածը ցողունն է եւ տերևն է։ Նա վերգետնյա հատվածը Բարձր, հա, եւ տերևները։ Մենք այստեղ մենք տնկել էինք նաեւ վեհանները, սակայն քանի որ մենք մի քանի շաբաթ առաջ ենք տնկել դեռևս չեն աճել։ Դե ինչ, գնացինք ներքև։ Ես դեռ պատմեմ իմ տատիկի տնկած վարդի մասին։ Վարդը, ինչպես գիտեք, ունի փշեր, նրա վերգետնյա մասն է տերևները, իսկ ստորգետնյա հատվածը արմատը հողի մեջ է եւ մենք չենք կարող ցույց տալ։ Այո, չենք ուզում վարդը պոկենք։ Հա։ Եվ արմատը ցույց տանք։ Իսկ նրա վերգետնյա մասերն են տերևը, ծաղիկը, ցողունը, այդպես տարբեր օրգաններ։ Շատ լավ։ Ուրիշ ունես բան ցույց տալու արև։ Այդտեղ նաեւ կան ակաչ։ Ծաղկում են, հեսա կծաղկեն այդ երկուսը։ Այստեղ կծածկեն։ Այստեղ սա նրա վերգետնյա մասն է, սա է։ Եվ սա ցողունն է, ինչպես նաեւ վարդինը, նույնպես նրա Օրգաններն։ Չէ։ Վերգետնյա մասը։ Չէ, Մարմինը։ Ստորգետնյա մասը։ ստորգետնյա մասը արմատն է։ Շատ լավ։ Եվ այս ամենը տնկել է վեր։ Հաջողություն։ Ստեսություն։ Ստեսություն։